Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Հայկ Այվազյանը, բարև ձեզ Հայկ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հայտնի է, անցած շաբաթ նոր խաղաղության փաթեթ բերեց Միացյալ Նահանգները, Պուտինի եւ ուղարկել են Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինա, քննարկում էր Եվրոպայում արձագանքները չուշացան, շատ առաջ, շատ խիստ քննադատության զարմանալի կամ գուցե շատ տեղին արժանացավ նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից, որովհետեւ խոսում էր երկու տարածքների մասին, մնացած են երկուսի ճակատագիրը այդպես անհայտ էր կամ ասում ենք ստեղծեն բուֆերային գոտիկ ստեղծվի, այսպես կմնա, բացի այդ ոչ մի խոսք չկար սանկցիաների հետ կապված, Ղրիմ, Լուգանսկ եւ Դոնեցկի մասին էր խոսում, իսկ Խերսոնի եւ Զապորոժիեից պետք է հրաժարվեին իրենք, գիտենք որ դա թերևս անհնար է, որովհետեւ սահմանադրորեն արդեն ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը որպես իրենց տարածք, 200 քանի միլիոնի մասին է ցարեցված գումարների մասին էր խոսքը, որ 100 միլիոնը պիտի գնար վերականգնման աշխատանքներ Ուկրաինա, մյուս 100-ի ճակատագիրն միլիոն չէ, միլիարդի ճակատագիրն էլ էլի պիտի տնօրիներ Միացյալ Նահանգները։ Եվ այսպիսի էլի ուրիշ կետեր ՆԱՏՕ չի մտնի, միջուկային զենքից կհրաժարվի, բանակը կազմված կլինի 600,000-ից, 1 միլիոն է, չէ՞ Ուկրաինայի բանակը կազմված կլինի, այսպիսի առաջարկներ էր ներկայացվել, դա քննարկման փուլում է Եվրոպայում եւս Մոսկվայից քիչ առաջ արձագանք եղավ, որ Մոսկվան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ժնևում ԱՄՆ եւ Ուկրաինայի եւ եվրոպական երկրների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին, հայտարարել է Պիսկովը, ավելի վաղ Սպիտակ տունը եւ առաջին տիկնոջ գրասենյակը համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ Ժնևում Ուկրաինայի խաղաղության ծրագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները կառուցողական, կենտրոնացված եւ հարգալից էին։ Ահա այսպիսի հայտարարություն։ Ինչ էր իրենից ներկայացնում այս փաթեթը, ինչու էր սա մերժելի, նախորոքել այսպիսի հայտարարություն էլ նաև կար, քննարկումների արդյունքում ԱՄՆ-ն եւ Ուկրաինայի պատվիրակությունները մշակել էին թարմացված եւ կատարելագործված խաղաղության կոնցեպտ, նշում է Սպիտակ տան եւ ԱՄՆ առաջին Տիկին Մելանիա Թրամփի գրասենյակից, Ուկրաինան եւ ԱՄՆ-ն համաձայնել են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկների վրա, նրանք նաև սերտ կապի մեջ կմտնեն իրենց եվրոպացի գործընկերների հետ նման հայտարարություններ արել, ամեն ինչ փոխվում է եւ Թրամփի թիմը լսում է մեզ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ես չեմ տեսել Եվրոպայի կողմից որևէ հակապլան ուկրաինական հակամարտության կարգավորման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հիշեցնենք, որ 2 օր առաջ Ժնևում տեղի ունեցել ուկրաինական եւ ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը, որտեղ քննարկվել էր ԱՄՆ խաղաղության ծրագիրը։ Ինչ էր իրենից սա ներկայացնում, ինչի համար է նման կարգի հայտարարություններ, արդյոք փորձում են ժամանակ շահել, թե այս ամեն ինչը Թրամփը անում է իր ներքին լսարանի համար, գիտենք, որ բավականին ծանր վիճակում է 31-2% վարկանիշ ունի, բավականին իջել է, մյուս տարի այդպես ընտրություններ են այնտեղ սպասվում, այնպես որ Նյու Յորքի քաղաքապետարանի ընտրությունում տապալվեցին իրենք, արդյոք սրա համար է եւ իդեպ շատ ծայրահեղ ազգայնականն են ասում, ինչ, բայց հիմնականում ռուսական կողմից իմ մատնանշած այդ ուժերի կողմից, թևի կողմից MC հայտարարությունը, որ այս ամեն ինչը բլեֆ է, շոու է, ոչ մի խաղաղություն չի լինի, ոչ այս մի հավատացեք Թրամփին, նա շատ ավելի վտանգավոր է, որովհետև Բայդենը գոնե շատ ավելի կանխատեսելի էր եւ պարզ էր, իսկ Թրամփը ավելի շատ շոու, բլիֆույթ, ավելի շատ դրանով է զբաղված եւ абսուրդ է հիմա խոսել պատերազմը կանգնեցնելու խաղաղության մասին եւ մենք կարող ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ ստանալ այն ինչ որ ուզում ենք, եթե մենք ազատագրացնենք եւ շատ ավելի արժեվնենք եւ շատ ավելի բան ունենանք, միայն այդ դեպքում հնարավորություն կունենանք նստել եւ բանակցել եւ ստանալ այն ինչ ուզում ենք։ Սա ռուսական, այսպես ասեմ, ծայրահեղական կամ ազգային թևի կարծիքն է։ Խնդրեմ։ Ես չեմ կիսում այն կարծիքները, որ Ուկրաինային տանում են կապիտուլյացիայի, Ուկրաինայի հարցը որոշված է, չգիտեմ, Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են, իհարկե ոչ։ Ուղղակի, եթե հիշենք սկզբում Թրամփին բերել էին որպես խաղաղարար, չնայած որ պատերազմը ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև է, բայց ԱՄՆ-ն եւ Թրամփը կարողացավ նրանց ներկայացնել աշխարհին, որ իբր դա ռուս-ուկրաինական պատերազմ է։ ԱՄՆ-ն է վարում Ռուսաստանի դեմ պատերազմ Ուկրաինայի տարածքում։
Հետևաբար ինքը փորձեց դրանով դիստանցիա պահել Եվրոպայից եւ Զելենսկուց։ Ինքը կապ չունի, կողմ չի պատերազմի, բայց պատերազմում են Զելենսկին եւ իր եվրոպական հովանավորները։ Ինչու որ Ռուսաստանի զայրույթը ԱՄՆ նկատմամբ չուղղվի։ Իսկ Ռուսաստանի զայրույթը տանկերով չի բարձր լինում է միջուկային զենքով, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներին։ Հիմա մի քանի ամիս տարավ-բերեց Տրամպը փորձեց այդ խաղարարի օրակարգը աշխարհում առաջ տանել, փորձեց այլ պետությունների միջոցով Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրել, որ ինքը գնա թերադադարի ռեժիմին, որը ձեռնտու չէ Ռուսաստանը չգնաց դրան։ ԱՄՆ-ն տեսավ չի գնում, սկսեց ճնշել։ Տրամպը պատժամիջոցներ այդ տամագավկ հրթիռների մասին սկսեցին խոսել։ Դրանից հետո Պուտինը հայտարարեց նորագույն զինատեսակների մասին միջուկային։ ԱՄՆ-ն Տրամպը տեսավ, որ չէ, այդ ճնշումը չազդեց եւ այդ թեման իր օգտին չի եւ ինքը եթե մտնի այդ թեմայի մեջ ԱՄՆ-ի համար բավական վատ կլինի, այսինքն Պուտինը հայտարարեց, ասաց նոր զինատեսակներ ունենք, փորձարկել ենք, Տրամպը հաջորդ օրը վեր կացավ հայտարարեց, իսկ մենք էլ ուզում ենք միջուկային զենքի փորձարկում անենք։ Հենց դա էլ Պուտինին պետք էր։ Այդ օրակարգը ինչքան շատ շոշափվի, այնքան Ռուսաստանի օգտին է, որտեղ ԱՄՆ-ն շահող է դուրս գալի, Ռուսաստանը շահող է դուրս գալի, ԱՄՆ-ն պարտվում է, որտեղ դրանից հետո ամերիկյան հետո ինչը շահող դուրս գալի, ասենք մի 600 գլխիկ որ ավել ունի 500 դրա համար, ինչի։ Քանակի համար չէ։ Հետո Ռուսաստանի նախագահին զեկուցում են, ասում են ձեր հայտարարությունից հետո եւ այս օրակարգը որ սկսեց էփել միջուկային զենքի օգտագործման, փորձարկման, ասում են ամերիկյան սոցցանցերում եւ լրատվամիջոցներում մարդկանց մոտ խոճապ առաջանում, մարդկանց մոտ անհանգստություն առաջանում։ Կարող է ինչ-որ պատերազմ լինի միջուկային։ Մարդիկ ամերիկացիները չեն ուզում այդ կոմֆորտ վիճակից չեն ուզում դուրս գան։ Երբ որ իրենց կոմֆորտ վիճակը սկսում է խաթարվել կամ վտանգի առաջանում, իրենք սկսում են նյարդայնանալ։ Եվ ճնշում են գործադրում իշխանությունների վրա, ասում են մի հատ, չգիտեմ, հարցը լուծեք, հենց արեք, որ ռուսական հրթիռները մեր վրա չուղղվեն։ Այսինքն այդ հանրային կարծիքի ուսումնասիրությունը բնականաբար դնում են Ռուսաստանի ղեկավարության սեղանին։ Եվ ինչքան այդ թեման շատ է շոշափվում, այնքան Ռուսաստանի օգտին է։ Հիմա տեսավ, որ այդ թեման իր օգտին չի Տրամպը, հիմա նորից վերադառնում է խաղարարի իմիջի մեջ։ Եվ այս փաստաթուղթը ի հայտ եկավ։ Այն տնտեսական մասը եթե բաց թողենք, նախ առաջինը, չգիտեմ ով են միամիտը, որ մտածում է, որ Պուտինը ռեֆերենդում արած տարածքները հրաժարվելու է, այն էլ սահմանադրությամբ ամրագրված։ Երկրորդը, այնտեղ ասում է, որ Ուկրաինան հրաժարվելու է ՆԱՏՕ մտնելուց, ամրագրելով դա իր սահմանադրության մեջ։ Դե ընդհանրապես ծիծաղելի է, որովհետև ընդհանրապես Զելենսկին այսօր սահմանադրությամբ իրավունք չունի նախագահ լինելու։ Բայց կա։ Կամ Հայաստանում վերցնենք, ինչ Հայաստանում տենց սահմանադրությունը լավ պահվում է։ Ասենք հայ առաքելական եկեղեցին Հայաստանում գերակա բացառիկ դեր ունի մեր սահմանադրությամբ, բայց ոչ մի բան չի խանգարում իր դեմ արշավ անելու։ Հետևաբար սահմանադրությանը ոչ մեկ չի նայելու։ Կամ այսօր ենթադրենք այսօր ասում եմ արգելքը դնում եմ սահմանադրության մեջ 10 տարի հետո կասի հանում եմ։ Որտեղ է երաշխիքը։ Հետևաբար Տրամպը նորից ուզում է վերադառնալ այդ խաղարարի կարգավիճակին։ Ընդ որում մնաց, որ ասի, թե տեսեք ես առաջարկեցի, չգիտեմ Զելենսկին համաձայնվեց, ստիպեցի համաձայնվեց, եվրոպացիները այդքան էլ դեմ չէին, այ տեսեք Պուտինն է ուզում շարունակել պատերազմը։ Եվ դա ուզում է ինքը մատուցել մյուս աշխարհին, այդ թվում նաև Պուտինի բարեկամներին, այսպես ասած Չինաստան, Հնդկաստան, ասի տեսեք ձեզ էլ է խափում, ամբողջ աշխարհին խափում է, ուզում է պատերազմը շարունակել, ես ուզում եմ կանգնեցնել, ինքը չի կանգնեցնում։ Այսինքն սրան է ուղղված, որ բոլոր սրակները ուղղվեն այնտեղ։ Բայց իրականում Ուկրաինայի ՆԱՏՕ չգնալը կապ չունի իր սահմանադրության հետ։ Դա չի որոշվելու իր սահմանադրությամբ։ Ուկրաինայի ՆԱՏՕ չգնալու արգելքը արդեն իսկ դրված է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանն է որոշում, իրավունք ունի Ուկրաինան գնա թե չէ։ Ինչի, որովհետև երբ որ 91 թվականին Ռուսաստանը ճանաչեց Ուկրաինայի անկախությունը, այդ պայմանով է ճանաչվել, որ Ուկրաինան իրավունք չունի գնալու ՆԱՏՕ։
Եվ աշխարհը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը միայն այն պատճառով, որ Ռուսաստանն է ճանաչել։ Հենց Ռուսաստանը չճանաչի էլ Ուկրաինայի անկախությունը, ավտոմատ կերպով Ուկրաինայի անկախության ճանաչումը դուրս է գալիս հանրությունից։ Մոտավորապես հետևյալն է. ոչ մի տարբերություն չկա Թայվանի Չինաստանի հետ կապված Թայվանի եւ Ուկրաինայի միջև Ռուսաստանի հետ կապված ոչ մի տարբերություն չկա։ Վերաբերում մնացած 14 հանրապետությունների։ Կասեմ, տարբերություն չկա Թայվանի իդեմս Չինաստանի եւ Ուկրաինայի իդեմս Ռուսաստանի ոչ մի տարբերություն չկա։ Մի տարբերություն կա, որ Չինաստանը չի ճանաչել Թայվանի անկախությունը, Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը 91 թվականին, բայց այն պայմանով, որ ինքը չպետք է գնա ՆԱՏՕ։ Հետևաբար ինքը կարող է նաև հետ կանչել։ Այսինքն արգելքը ՆԱՏՕ չգնալու Ռուսաստանի կողմից է դրված, ոչ թե որ Ուկրաինան է որոշում, ուզում է թե չի ուզում, կամ ամրագրում է կամ չի ամրագրում։ Այդ արգելքը դրված է Ռուսաստանի կողմից։ Եվ դրա մասին խոսվում է։ Լավրովն էլ է ասել, Պուտինն էլ է քանի անգամ ասել, որ Ուկրաինան խախտում է։ Հիմա եթե այսպես շարունակվի, Ռուսաստանը այդ որոշումը կայացնելու է։ Կայացնելու է դատարանով, ռուսական դատարանով, ոչ միջազգային կապ չունի։ Եվ պատահական չի, որ այս վերջերս Ռուսաստանում նշանակվեց նոր գերագույն դատարանի նախագահ Իգոր Կրասնովը, որը միջ այդ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը։ Եվ ինքը հիմա սկսել է դատական համակարգի, այսպես ասենք, մաքրման գործընթաց։ Եվ ես ենթադրություններ ունեմ, որ ինքն է լինելու առանցքային դեր է կատարելու ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում, որտեվ դատարանն է, ռուսական դատարանն է որոշելու, որ Ուկրաինան խախտել է իր անկախության պայմանները եւ իր անկախությունը հետ է կանչվում։ Դրանից հետո ինքը պաշտոնապես Ռուսաստանը դիմելու է ՄԱԿ-ին, ասելու է դուք ճանաչեցիք 91 թվականին, որտեվ ես եմ ճանաչել, ես հիմա հետ եմ կանչում, հենց որ դուք էլ հետ եք կանչում։ Այն հարցին թե իսկ արդյոք կհամաձայնվին արևմուտքը թե չէ, այո, եթե դա լիներ, չգիտեմ, թույլ երկիր, միգուցե եւ չհամաձայնվեին։ Բայց քանի որ Ռուսաստանն է եւ ինքը ունի միջուկային զենք եւ այդ դեպքում արդեն իր բոլոր սպառնալիքները միջուկային զենքով օրինական են դառնում, որտեղ ասում են իմ տարածքն է Ուկրաինան, իմ տարածք մտել եք ինչ որ օտար զորքերով ինչ որ գործողություններ իրականացնում։ Ես իրավունք ունեմ ինքնապաշտպանվելու, այս էլ իմ միջուկային զենքը։ Ես կարծում եմ, որ շուտով հասունանալու է Ռուսաստանում, որ Ուկրաինայի անկախությունը հետ են կանչելու։ Ինչ վերաբերվում է մյուս հետխորհրդային տարածքին։ Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է։ Ասում է, ես դեմ չեմ հետխորհրդային տարածքի երկրների անկախությանը, որովհետև այդ երկրները ժողովուրդները սովորել են, որ իրենք ուզում են անկախ լինել, էլ չեն ուզում են նախկինում մի պետության մեջ ապրել, ուզում են անկախ պետություն ունենալ։ Եվ Ռուսաստանը դրա հետ լավ է, նորմալ է եւ մենք էլ դա ուզում ենք։ Բայց դրա պայմանը հետեւյալն է, ասում եմ, իմ հետ լավ հարաբերություններ, ինչ չսպառնակ, իմ թշնամիների հետ տարբեր տեսակի բնույթի սպառնալիքներ չստեղծեք իմ դեմ, վերջ։ Այդ պայմանով, եթե լինենք բարեկամ պետություններ, լավ համագործակցող, այդ պայմանով ինքը համաձայն է, դեմ չի, որ հետխորհրդային տարածքի երկրները ունենան անկախություն։ Իսկ ինչի ինքը դեմ չի կամ դեմը կամ դեմ չի, ո՞նց է որոշվում, որտեվ խորհրդային միության օրենքներով են անկախացել այդ պետությունները։ Խորհրդային միության օրենքով 1990 թվականի վերջնական որոշումը ԽՍՀՄ-ից դուրս գալու կայացնում է այդ ժողովրդական падգամավորների համագումարը, съезд народных депутатов, այդպես է գրած օրենքում։ Իսկ քանի որ ԽՍՀՄ-ը հենց Ռուսաստանն է այսօրվա, ուրեմն ինքն է վերջնական կնիկ դնողը անկախության Ուկրաինայի տվյալ դեպքում անկախության թղթի տակ կնիկ դնողը ինքն է։ Եթե ինքը չդրեց, Ուկրաինան անկախ չի կարող համարվել միջազգային իրավունքի նորմերով։ Որտեվ եթե Չինաստանին հարցրեք ինչի է Թայվանը քոնը, կասի, որտեվ երկրորդ համաշխարհային պատերազմով իմն է եղել։ Ուկրաինան էլ երկրորդ համաշխարհային պատերազմով Ռուսաստանինն է եղել։ Այլ հաց որ Ռուսաստանը համաձայնվել է ճանաչել իր անկախությունը ինչ-ինչ պայմաններից ելնելով։ Բայց քանի որ այդ պայմանները խախտվել են, հետեւաբար Ուկրաինայի անկախությունն էլ կախված է այսօր մազից։ Այսինքն եթե ինքը այսպես շարունակում է, ուրեմն հետ է կանչելու։ Դե Թրամփն էլ խաղում է թատրոն,
ներկայացում, որ իբր Զելենսկին անկախ է, իբր իրեն հակաճառում է, ընդդիմանում է, այդ 3 անկախ չէր, հիմա անկախ է։ Այն կոռուպցիոն, հակակոռուպցիոն մարմինը, որ Զելենսկու չէ, այլ Ուկրաինայի, այսպես ասենք, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ինչ որ գործընթաց է սկսել։ Այդ մարմինը ամերիկացիներն են ստեղծել, այդ հակակոռուպցիոն մարմինը, որ ուկրաինական վերնախավի վրա ունենան ճնշման գործիք։ Այսինքն առանց ԱՄՆ հրամանի այդ հակակոռուպցիոն գործիքը ոչ մի բան չի կարող անել կոմիտեն կամ մարմինը։ Նույնիսկ Զելենսկին հրամանով է հանձնելու Ուկրաինան, հրամանով։ Ուղղակի այլ հարց, որ Պուտինը առաջարկեց տարբերակ։ Ասեց Ուկրաինայի այն մնացած մասը, որ կմնա, դա կարող ենք հանձնել ժամանակավորապես ՄԱԿ-ի կառավարմանը։ Պուտինը դա այդ առաջարկը արել է։ Այսինքն ինչ է ասում, ասում է անցումային շրջանում, ասում է դա իմ տարածքն է, բայց ես համաձայն եմ մի քանի տարով դա հանձնել ՄԱԿ-ի կառավարմանը։ Թող ՄԱԿ-ը գա, այնտեղ կարգ ու կանոնը հաստատի, որոշի թե հետագայում այդ մնացած Ուկրաինան ինչպես է ապրելու, ինչ կարգավիճակով, եւ հետո արդեն կշարժվենք առաջ։ Բայց այն, որ այս տարբերակը բնականաբար չի համաձայնվելու Ռուսաստանի հետ ակնհայտ է։ Դա էլ է, չէ՞, թատրոնի մի մաս, որ իբրև թե բանը կոռուպցիոն բան, բացահայտումներ, իբրև թե նոր իմացանք, այս էլ այն միամիտներին բանա տալիս, որ դե ոգևորված ասեք, տեսեք, հիմա Զելենսկուն ինչ են անելու, տեսեք, բան այնպեսի կոմպրոմատներ կա, որ չի կարող շրել, կարծես թե որ դա չլիներ, դու մնացած հարցերում բան Զելենսկին հակաճառեր կամ հակադրվեր կամ ինչ որ հակառակ ինչ որ մի բան աներ։ Այո, թատրոն է, դա աշխարհին հասարակական կարծիք ձևավորելու համար նախատեսված ներկայացում է։ Որ ինչ է, ամերիկան բարի է, խաղաղություն է ուզում, ոչ մի կապ չունի, բայց այդպես Զելենսկին չարտաղա է, չի լսում։ Այո, իբր Ռուսաստանն ու Ուկրաինան իրար պատերազմում են, Եվրոպան ուզում է հաշտեցնել, բայց չի ստացվում, որովհետև այդքան արեցի, չստացվեց, հետո էսեք 8 հատ պատերազմ են կանգնեցրել, ուզում է 9-րդն է կանգնեցնել, չստացվեց, որովհետև վատ Պուտինը չի կանգնեցնում պատերազմը։ Այդ Չինաստան, Հնդկաստան տեսնում եք, որ ասում է չի կանգնեցնում։ Այսինքն դրա համար է հասարակական համաշխարհային հասարակական կարծիքի ձևավորման համար է ի օգուտ խաղաղարար ԱՄՆ-ի, որը իրաց պաշտպանության բանն է անվանափոխեց գրեց պատերազմի, բայց ինքը խաղաղություն է բերում աշխարհում։ Բյուջեն աննախադեպ քանակի սարքեց։ Դե պարզ է, որ դա պաշտպանության համար չի արվում։ Դե հետեւաբար աշխատում է դա։ Չէ, ես հիմա մեր փորձագետներին էլ եմ լսում, տեսեք ինչ ոգևորված, հիմա տեսեք Զելենսկուն ինչ են անելու, վերջացավ կապիտուլյացիա, Ուկրաինայի կապիտուլյացիան է, հաղթեց արդեն Ռուսաստանի հետ պատերազմում, Պուտինի հաղթարշավն է, հիմա կթեքվի արդեն Հայաստանով կզբաղվի, Ալիևը վախեցած չգիտեմ ուր է գնում, այսպիսի բաներ։ Չէ, ասենք Զելենսկուն հանեցին, հետո իրենց համար Զելենսկինով է կատարող, կամակատար։ Էմի կամակատարին հանեցին, բերեն մյուսին։ Պուտինը չհասկանա, որ դա սովորական կամակատար է, Զելենսկու հարցեր կամ դժվար է լուծել։ Հետո Ուկրաինայում քանի հատ այդպիսի փոխարինող գտան։ Հəl տեսեք Մայդանից հետո քանի տասնյակներով այնտեղ կան։ Վերջ բերեցին։ Հիմա մեր ազգակործան ասենք, որ գնաց իրենք մնացին, չեն բերելու անընդհատ։ Ուղղակի ես կարծում եմ, որ Զելենսկով արդեն Ուկրաինան այդ մոտիվացիան կորցնում է պատերազմելու։ Ես կարծում եմ դրա համար են իրեն փոխարինում, որ ավելի նոր մոտիվացիայով, ավելի մեծ թափով ուզենան կռվել։ Իսկ Ուկրաինայի ժողովրդի համար է ավելի շատ։ Այո, դե հիմա ասում են, դες հարբեցող նարկոման ծաղրացուն մեզ տանում է կործանման։ Մսաղած կործանման։ Դե հիմա մեկը պետք է գա, որ ասի չէ, սա մեր ազատության համար պայքար, այսինքն նարկոման չլինի, այտենց առանձնապես վատ բարքերով հայտնի չլինի, այսինքն որի հետևից որը կկարողանա մոտիվացնել նոր պատերազմի նոր փուլի համար։ Է պարզ է, որ եթե Ամերիկան աշխարհի, ասպես ասենք, տերն էր միջև հիմա, ինքը բնականաբար պարզ է, որ հենց այնպես իր այդ իշխանությունը համաշխարհային չի զիջելու, ով կզիջեր, ոչ մեկ։ Ինքը միայն ուժի սպառնալիքի տակ դա կզիջի, բայց ինքը փորձում է խուսափել այդ ուժի սպառնալիքի կիրառումից իր նկատմամբ։ Դրա համար ասում է խաղաղություն, պատերազմը կանգնեցնենք, մարդիկ են զոհվում։ Եթե ինքը ուզում է պատերազմը կանգնեցնել, հրաման է գալիս, զանգ է գալիս Վաշինգտոնից Բրյուսել եւ Ուկրաինա, ասում են վերջ։
պատերազմը ավարտվում է։ Բայց հաջողում է, չէ՞ Թրամփին, այնտեղ Պուտինը պատերազմ է ուզում, Զելենսկին չար տղա է, չի լսում իրեն, եւ Միացյալ Նահանգները տեսեք գիշեր-գիշերը խաղաղության համաշխարհային մեդիա հոսքերը բանը Գազայում չէ եղավ, իբրև մեդիա հոսքերը իր ձեռքում է, խաղաղություն բերեց հաստատեց, մի հատ թղթի կտոր տվեց, հետո այդ թղթի վրա թքեցին համատեղ ուժերով, նորից սկսեցին ռմբակոծել եւ Լիբանանը եւ Գազա նորից սկսեցին ռմբակոծել։ Մեդիա հոսքերը Այս ուղղակի նրանց համար որ տես ոգևորված են, որ Թրամփը ինչ խաղաղություն է բերելու էլի մեր Սյունիքում, հայրենիքում ինչ է բերելու, իսկ տեղը չգիտի, բայց ինչ է բերելու եւ ինչ է անելու։ Չէ, տեղը գիտի։ Չէ, իհարկե տեղը գիտի։ Բայց իհարկե տեղը գիտի, շատ լավ գիտի, իրեն շատ լավ ներկայացնել ինչու է մեզ պետք, ինչու պիտի ռուսներին վռնդեն, ինչու պիտի այստեղ հայեր չլինեն, ինչու պիտի մենք բնաջնջվենք, որ մենք ինչի պետք չենք։ Իհարկե գիտի։ Ես մոտավորապես կռահում եմ ինչի են հետխորհրդային տարածքում հասարակական քաղաքական ուժերը եւ գործիչները նման կեցված դրսևորում, որտեվ եթե իրենք ասեն, որ այսինքն ճշմարտությունը սկսեն ասել, որ սա Ռուսաստանի պայքարն է ըստ էության հետխորհրդային տարածքը արևմուտքի լծից ազատագրելու, որտեվ ով ասի, ում նկատի ունենք հետխորհրդային տարածքի հասարակական քաղաքական գործիչները, ովքեր ձեր ասելով խապվում են։ Եթե իրանք դա ասեն, նշանակում է հաջորդ քայլն է պետք է ասեն, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքում մասնավորապես իրենց սեփական երկրներում անընդունելի է, որտեղ եթե ՆԱՏՕ-ն միտեղ կա, նշանակում է դա պոտենցիալ ռիսկ է, որ վաղը մյուս օր դա դառնալու է մեծ կոնֆլիկտի օջախ։ Ուրեմն իրենք պետք է ասեն, որ ՆԱՏՕ-ն պետք է դուրս գա հետխորհրդային տարածքից եւ միայն այդ դեպքում մենք կկարողանանք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել։ Ասենք Հայաստանում եվրոդիտորդներ կան, որոնք հետախույզներ են, ես չեմ լսել մեկի կողմից կամ մի կուսակցության կողմից, որը դատապարտի դա, ասի, որ դա սպառնալիք է։ Ես չեմ լսել, որ ասի ՆԱՏՕ-ի ներկայությունը Հայաստանում սպառնալիք է։ Իսկ առանց դրա հնարավոր չէ Ռուսաստանի հետ լավ հարաբերություն կառուցել։ Ես ոչ չեմ ասում արևմուտքի հետ հարաբերությունները խզել, ոչ իհարկե ոչ։ Բայց ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքում սպառնալիք է ողջ հետխորհրդային տարածքի համար։ Ինձ համար կարևոր է թե Ղազախստանում կլինի ՆԱՏՕ թե չէ։ Որտեղ եթե այնտեղ էլ կա, ուրեմն ստեղ էլ է լինելու ժամանակի ընթացքում։ Եթե երկու տեղն եղավ, ուրեմն հետխորհրդային տարածքը մի մեծ վարոտի տակար է դառնում արդեն։ Այսինքն շղթայական ամեն ինչ կապված է։ ԽՍՀՄ հիմա չկա, բայց անվտանգային առումով սա մի տարածք է, անվտանգային մեկ տարածք։ Բայց տեսեք ոնց են մտնում Ուզբեկստան, Ղազախստան։ Դե մտնում է, բա ինչ պիտի անի, բա պիտի մտնի։ Ինքը օղակը ուզում է սխմում է Ռուսաստանի շուրջ։ Այսինքն Ռուսաստանի շուրջ բոլոր բարեկամներին, գործընկերներին փոկում է Ռուսաստանից, բերում է դեպի իրեն, որ պահը որ գա, արդեն հանի Ռուսաստանի դեմ։ Տեսակ Ղազախստանի նախագահ ասեց Տրամփին, ձեզ Աստված է ուղարկել մեզ, որ դուք կոնֆլիկտներ կանգնեցրեք։ Չգիտեմ ինչ կոնֆլիկտ է կանգնեցրել Տրամփը, միջև հիմա չգիտեմ ինչ կոնֆլիկտ է կանգնեցրել։ Այդպիսի ձոններ էլ նաև Պուտինին հղեց իհարկե, բայց ոչ այդ այնտեղ է։ Դե բա միլիոնների ներդրման բանի մասին էր խոսքը։ Դե այսինքն ուզում եմ ասեմ, առանց ընդունելու են փաստը, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքում ինքը միշտ սպառնալիք է հանդիսանելու մեր ամբողջ հետխորհրդային տարածքի, հետևաբար նաև մեր անվտանգության համար, սա պետք է ընդունես։ Առանց սրա չես կարող այսպես ասենք, ինչ ասեմ, պատկերացնել կամ մշակել Հայաստանի անվտանգային միջավայրը կամ ինչպեսին պետք է լինի քաղաքականությունը, որ Հայաստանը անվտանգ լինի։ Դե դրա համար որպեսի այս կարծիքին չլինեն, սկսում են դե հայ, ասում են դե դա Տրամփը խար, այս խաղաղությունը կբերի, փորձենք լեզու գտնենք Տրամփի հետ, չի ստացվելու։ Հո ես չեմ ասում Ամերիկայի հետ հարաբերություն չունենանք, իհարկե պետք է ունենանք, բայց կան բաներ, որ այդ հարցերում մենք այսպես ասենք արևմուտքի հետ որոշակի հակասությունների մեջ ուզած պետք է մտնենք։ Այսինքն ՆԱՏՕ չպետք է լինի, որտեղ ռազմա ինչ գործ ունի ՆԱՏՕ-ն հետխորհրդային տարածքում։ Ում դեմ է այդ ՆԱՏՕ-ն ուղղված։ Ասենք Հայաստանում ընդհանուր ՆԱՏՕ է, ՆԱՏՕ-ի գործունեությունը Հայաստանում ում դեմ է ուղղված։ Ռուսաստանի։ Հո պարզ է, չէ՞ որ Թուրքիայի դեմ չի կամ Թուրքիային զսպելու համար չի։ Եթե Ռուսաստանի դեմ է, բա մեր անվտանգությունից դա ո՞նց է բխում։ Եթե մեզ ինքը Թուրքիայից չի պաշտպանելու, օրինակի համար եմ ասում, բա ինչի համար է ինքը դրա ներկայությունը Հայաստանում եւ ընդհանրապես մյուս հետխորհրդային մյուս տարածքի երկրներում։ Հետեւաբար իմ համար կարեւոր է Ուկրաինայում, որ ՆԱՏՕ չլինի, որտեղ դա շղթայաբար անդրադառնում է նաեւ մեր անվտանգության վրա։ Իմ համար ԽՍՀՄ
որպես պետություն գոյություն չունի, բայց գոյություն ունի որպես մեկ անվտանգային տարածք։ Հետևաբար 21 թվականին, երբ որ Ռուսաստանը երկու պայմանագիր տվեց ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, ասեց այս երաշխիքների մասին, անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերն է, դրա մասին էր նշում։ Ասում էր ՆԱՏՕ-ն չպետք է գործունեություն ծավալի ըստ էության հետխորհրդային տարածքում։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք համարել, որ վտանգ չկա։ Մեծ հաշվով, եթե Ուկրաինան չգնար ՆԱՏՕ ենթակառուցվածքներ չբերեր, չգիտեմ, զինծառայողներ չբերեր, ինստրուկտորներ չգային, այդ նացիոնալիստական խմբերին չպատրաստեր, միգուցեև Ռուսաստանը այդքան էլ դեմ չլներ, որ ինքը գնար Եվրամիություն, որպես տնտեսական մաքսային միություն, այսպես ասենք։ Հա, ճիշտ է, տնտեսական վնասներ կկրեր, բայց եթե սպառնալիքներ չլներ ՆԱՏՕ-ի կողմից, Ուկրաինայի տարածքից, միգուցեև համաձայնվեր։ Չնայած իմ համար պարզ է, որ դա անհնար է։ Այսինքն ՆԱՏՕ Եվրամիություն դա մի ճամբար է։ Չես կարող գնաս Եվրամիություն, բայց ՆԱՏՕ չգնաս։ Այդպես հնարավոր չի։ Բայց ամեն դեպքում Պուտինն էլ ասաց, որ մենք դեմ չենք լինի, բայց Ուկրաինան գնաց այն ճանապարհով, որ ռազմական սպառնալիքներ ստեղծեց։ Հիմա առանց այս գնահատականների մենք չենք կարող Հայաստանի համար անվտանգային ճիշտ քաղաքականություն որոշել։ Առանց դրա, որ չընդունենք, որ առանց ընդունելու, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը այդ խորհրդային տարածքում սպառնալիք է։ Հիմա որ սա ընդունես, արդեն ինչ որտեղ դու որոշակի հակասությունների մեջ ես մտնում արևմուտքի հետ։ Եվ կարող են դեղից էլ ասեն, բա ոնց ինչեր եք խոսում, նման բաներ եք Հայաստանում տարածում։ Այսինքն սրա հետ է կապված։ Մարդիկ չեն ուզում ընդունել առայժմ։ Դա բոլոր հանրապետությունները հոմել նման տենց բան խնդիր չունեն, էգզիստենցիալ խնդիր չունեն, ասենք Ղազախստանը, որ մենք Արցախի հարց ունենք, կողքը ցեղասպան ժողովուրդ կա։ Բոլոր հանրապետություններում էլ խնդիրներ կան, բայց մեր արևմուտքը աշխատանք է տարել, այնտեղ ձևավորել է հասարակական քաղաքական համակարգ, եւ այդ համակարգը լոյալ է ԱՄՆ եւ դաշնակիցների նկատմամբ։ Դե մեր արդեն ոչ թե լոյալ, մեր դռները բան ամեն ինչ բացել։ Չէ, բոլոր տեղերում է, մենակ մեզ մոտ չի, բոլոր տեղերում է այդպես, տարիներով դա ձևավորվել է։ Ուղղակի օրինակ Վրաստանի դեպքում իրենք հասկացան, որ դե ասում են մեզ մի մեղադրեք, որտեղ Ռուսաստանը ինքն էլ էր 15-20 տարի դրա տակ։ Կարող է այդպես չէ, Ռուսաստանն էլ այդպես շատ բան, երկխոսությունների բան հարաբերությունների մեջ չէր նույն արևմուտքի։ Չէ, մեղադրելու հարց չկա, բոլորովին։ Այսինքն Ռուսաստանը ինքն էր այդ ճանապարհը, իհարկե Ռուսաստանը իրեն կարող էր թույլ տալ ասել մեզ խաբեցին, հետո ոտքի կանգներ այս կամ այն կերպ։ Դե մենք մերոնք չէ, մերոնք էլ այդ նոր հովերով շարունակում են եւ կամ մեր չգիտեմ ինչ է։ Չէ, մեղադրելու բոլորովին խնդիր չկա, ուղղակի իրականությունը եւ կյանքի իրադարձությունները ստիպելու են, որ մարդիկ կան այդ մտքին։ Դե դուք ասում եք ստիպելու են, բայց նաև շարունակում եք, ասում եք մենք հիմա ընդդիմադիրների մեջ անգամ չունենք այդպիսի ուժեր, որ հստակ գիտակցեն ՆԱՏՕ-ն այստեղ սպառնալիք է մեզ համար, Միացյալ Նահանգների քայլերը մեր շահերից չեն բխում, արևմուտքի շահերը մեր շահերից չեն բխում։ Կյանքը կստիպի, որ կգան այդ մտքին իրան գալու են, ուզած չուզած։ Արցախը կորցրեցին չեկան դրան, հիմա պիտի գան դրան։ Արցախը կորցրեցին Սյունիքի, չգիտեմ, այդքան տարածքներ Տավուշից, ամեն տեղից կորցրեցին, չեկան, հետո պիտի գան։ Դե տենց է, եթե չես գալի ինչ որ քայլերից հետո, ուրեմն ավելի մեծ փորձությունների միջով պետք է անցնես, որ գաս։ Հիմա եթե դա դաշ չեղավ, ուրեմն դե պետք է անցնենք։ Տեսեք, ասում եք մենք այդ ճանապարհն ենք բռնել, բայց մարդը կա չէ այդ բանը, Մարիա, մարդը արժանանում է ամենաբարձր պարգևի։ Իհարկե ես այսօր մեկ անգամ ասել եմ, դուք պատկերացնում եք, այս նկարը պիտի դնել ու ասել այս պահին Արման Բաբաջանյանի, Խզմալյանի, Արամ Զավենի Սարգսյանի, հա, իմիջիալից Արամ Զավենի Սարգսյան, դու այդ որ հաջորդ օրը գնացել էր եկեղեցուն կողքը կանգնած, չէիր խոսում, ասում էր Թուրոնական դոները, ռուզական, չգիտեմ ինչ, սովետը, կագեբեն, չգիտեմ ինչը, մարդը գնում Ղազախստանի նախագահից այսպիսի բան է ստանում։ Ոնց եք բացատրում դա։ Հա, իդեպ այդպես է, մինչ այդ Ղազախստանը հետամնացները, մեղադրում էին պատերազմի ժամանակ, դրանից մի քիչ հետո որ Ադրբեջանի դաշնակիցն է Ադրբեջանի հետ Էլի դաշնակիցը կարող է հրաժարվել, որ Ադրբեջանի դաշնակիցը եղբայր ժողովուրդ 5+1, ինչի մասն է խոսքը, չկա դա։ Ադրբեջանը միացավ։ Չկա իհարկե, կա։ Թուրքական, թուրանական մեծ։ Ուղղակի ես կուզենայի պարզ է, որ Ղազախստանը ԵԱՏՄ-ի մեջ է մեզ հետ միասին եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը պետք է լինի, դա պարզ է, այդ թվում նաև պետական այցերը,
Բայց կարծում եմ տվյալ դեպքում դա ավելի շուտ ԱՄՆ քաղաքականության շրջանակներում է տեղի ունենում, այսինքն ԱՄՆ-ն ուզում է հետխորհրդային տարածքը փոկել Ռուսաստանից միանգամից փաթեթով։ Այսինքն Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, այսինքն բոլորին փորձում է փոկել միանգամից։ Դրա համար երբ որ գնաց այսինքն Ռուսաստանից անկախ ստեղծում է մի հատ այսպես Այո, այո։ պլյուսներ, Այո, տարբեր ֆորմատներ։ 5+1, 5+3, չգիտեմ։ Դրան գումարած այդ թուրքական համագործակցության կազմակերպությունը, այսինքն միաժամանակ է փորձում անի, դե որովհետև դա չի կարող ասել լավ մի հատ այս կտորը անեմ, հարավային Կովկասը փոկեմ, հետո կանցնեմ նրան, ինքը միաժամանակ աշխատում է բոլոր ուղղություններով։ Հիմա դրա համար էլ երբ որ միջինասիական պետությունները գնացին Միացյալ Նահանգներ Տրամպի հետ հանդիպելու, անմիջապես հետո արդեն ով էր Պուտինը գնաց, թե Տոկաևը գնաց Մոսկվա, չեմ հիշում արդեն, հանդիպում եղավ Պուտինի եւ Տոկաևի միջև։ Այսինքն անմիջապես Ռուսաստանը արեց հաջորդ քայլը։ Այսինքն կարծեմ Տոկաևը եկավ։ Հա, Տոկաևը եկավ Մոսկվա, արեց հաջորդ քայլը, այսինքն փորձեց հավասարակշռել տվյալ դեպքում Ղազախստանի քայլերը ԱՄՆ նկատմամբ։ Այսինքն համոզվել, որ Ղազախստանը չի անելու այնպիսի քայլեր, որոնք որ արդեն սպառնալիք կհանդիսանան Ռուսաստանի համար, իսկ ինչու Ղազախստանը, որտեղ Ղազախստանի ու Ռուսաստանի սահմանը ամենաերկարն է։ Եվ այդ առումով այդ սահմանի վրա, եթե խնդրեմ եղավ, այսինքն Ղազախստանի կողմից, իսկ Ղազախստանում քիչ չեն նացիոնալիստական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանին թշնամի են համարում եւ պատրաստ են Ռուսաստանի դեմ պատերազմել։ Դրա համար ժամանակին, որ Ղազախստանում հեղաշրջման փորձեր ՀԱՊԿ-ը կանգնեցրեց, որովհետեւ այդ սահմանը, կարծեմ 7000 կիլոմետր է, այդ սահմանը ինչ գիտեմ, ինչքան զորք է պետք, որ այդ սահմանը կարողանա սպայել։ Այսինքն այսպես է, պատերազմ է գնում եւ միաժամանակ Արևմուտքը ԱՄՆ գլխավորությամբ փորձում է տարբեր ուղղություններով Ռուսաստանին հարվածել եւ շարունակելու է դա անել։ Միջև այն պահը, երբ որ Ռուսաստանը այնքան կհասունացնի, որ արդեն միջուկային պատերազմ չլինելու պատրվակով եւ վախի տակ արդեն Տրամպը այդ հետքայլը կանի։ Միայն այդ դեպքում է անելու։ Ուրիշ բանից Տրամպը չի վախենում, ուրիշ ոչ մի բանից։ Աշխարհում ոչ մեկից, ոչ մի երկրից, ոչ մի առաջնորդից, ոչ մի զենքից, բացի Ռուսաստանի միջուկային զենքից։ Վերջ, դա է իրեն միայն դա է միակ վախեցնող իրեն հանգամանքը։ Բայց դրա համար պետք է հասունացնի։ Հենա մի քիչ Պուտինը հայտարարեց նոր զինատեսակների մասին, Տրամպը արդեն հետքայլը անում է։ Բայց ինքը ճիշտ ժամանակին հետքայլը արեց։ Ինքը չխորացավ այդ թեմայի մեջ։ Իրեն երևի կողքից եկան հուշեցին, ասին պարոն նախագահ։ Բայց ինքն էլ արդեն ասեց, ինչու միջուկային փորձարկումներ մենք քեսին որ թվից չեն կարել, մենք էլ կարող ենք։ Հա, բայց արեց, մի քանի օր այդ օրակարգը եղավ, հետո կտրվեց։ Իրան ասեն էլ պարոն նախագահ, էլ մի ասեք, որտեվ ինձ մոնիտորինգ են անում իրենց սոցցանցերը։ Ասում են բնակչության մոտ խոճապ է առաջանում, էլ մի ասեք։ Հիմա պետք է Ռուսաստանը ժամանակ շահի հասունացնի այդ վիճակը, եւ դա բնական է լինում, այսինքն այնպես չի, որ ինքը շատ է ուզում այդ վիճակը հասունացնել։ Դե հիմա կամավոր խելքի չի գալիս Միացյալ Նահանգները, չեն գալիս նստեն եւ հավասարի խոսեն։ Դե ուրեմն ստիպված պետք է դա հասունացնի։ Եվ դա հասունանալու է, դրանից ցավոք սրտի չեն կարողանալու խուսափել։ Եվ նաեւ առաջ գնալ, հա, Ուկրաինայում։ Ուկրաինայում ցամաքի վրա սովորական սպառազինություններով եւ զորքով հակահարձակում մեծ չի լինելու։ Իմաստ չունի։ Այդ հսկայական տարածքը հակահարձակման անցնել, այդ մեծ կորուստներ ունենալ իմաստ չունի։ Եթե արդյունքը արդեն կանխատեսելի է, որ Ուկրաինան ամբողջությամբ վերադառնալու է Ռուսաստանի վերահսկողության տակ, մի մասը կմտնի կազմ, մյուս մասը ժամանակավոր կանցնի ՄԱԿ-ի կառավարման ներքո, ինչ իմաստ ունի էլ մեծ ուժերով գրոհել եւ նման կորուստներ կրել։ Դիրքերը կբալերավեն, այո, որտեղ որ կարող են առաջ գնալ կգնան, բայց հակահարձակումը ցամաքի վրա չի լինելու։ Հակահարձակումը լինելու է ԱՄՆ-ին միջուկային զենքով սսպելու հարթության մեջ, հակահարձակումը լինելու է, երբ որ
գերագույն դատարանը որոշումներ կկայացնի Ուկրաինայի անկախության մասով Ռուսաստանի ներսում եւ հակահարձակումը կլինի երբ որ բիզնես էլիտան կփոխվի Ռուսաստանում այնտեղ հիմա պատրաստում են դրան այսինքն այնտեղ պատրաստում են բիզնես էլիտայի նոր խավ որը օֆշորներում չի գրանցված որը դրսերում ունեցված չունի պատրաստում են փոփոխության այս մի քանի բան պետք է լինի միաժամանակ որ այդ դեպքում արդեն Ռուսաստանը կանցնի հակահարձակման բոլոր ֆրոնտերում այդ ժամանակ մենք ոնց ասեմ չենք կարող դա չնկատել դա նենց իրադարձություն է լինելու որ դա նկատվելու է բոլորի կողմից մինչև այդ նախապատրաստական փուլ է գնում մամուլում եղավ հրապարակում որ այն սուերը որ տրամացած են այնտեղ սուերը որ տրամադրվել է Ադրբեջանին իրեն գաղտնի կերպով փոխանցել են Ուկրաինա կփոխանցեն իհարկե կփոխանցեն Ադրբեջանին են նախապատրաստում Ռուսաստանի դեմ պատերազմի դա իհարկե կա եթե Ուկրաինայում նախապատրաստեցին ինչի Ադրբեջանին նույնը չանեն դրա համար այնց հայտարարվեց որ Ադրբեջանի բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտների է բերվում չնայած արդեն բերվել է բայց դա պաշտոնապես արդեն հայտարարվեց իսկ ՆԱՏՕ-ի ստանդարտի բերելու մի նպատակ կա որ այդ բանակները վաղը միսօր հնարավորություն լինի պատերազմով տանել Ռուսաստանի դեմ դա է միակ ճանապարհը եւ դա չլինելու համար Ռուսաստանը ամենին պետք է համոզի որ դա չանի ինքը այդ process-ը կանգնեցնի այնպես որ ադրբեջանիները նախապատրաստում Ադրբեջանը շարունակելու է իր հակառուսական քայլերը դա պարզ է որ ինքը չի կարող դա չանել Ադրբեջանը ամբողջովին արևմուտքի տակ է Մեծ Բրիտանիայի տվյալ դեպքում նավթի մասին էլ չենք խոսում մնացած մյուս հարցերում եւս այնպես որ Ալիևը նույնիսկ չուզենա եթե չուզենա էլ չանի էլ նա չի կարող այսինքն եթե նա չանի հավատացեք Ադրբեջանում շատ մարդիկ գտնվում են որոնք դա կուզենան անել այնպես որ վիճակը այդ առումով չի լավանալու մենք պետք է պատրաստ լինենք որ իրավիճակը վատթարանալու է եւ Ռուսաստանի դեմ ճնշումները իր հարևան եւ դաշնակից պետությունների տարածքներում ուժեղանալու են եւ դա մենք զգալու ենք դրա հետևանքները եւ կորուստները մենք զգալու ենք այնպես որ պատերազմը շարունակվում է եւ դեռ բավականին կտևի հետաքրքիր է որ այս Լիմոնովը լավ բնութագիր էր հա իրենց լիբերալները ասում են բանկրոտ են մեզ մոտ արդեն չնայած բավականին տևական ժամանակ շարունակում էին հրապարակ մնալ հիմա էլ այս պատերազմից հետո ամբողջությամբ բացահայտվեցին եւ այլևս այն որ ասում են բանը իրենց այդ ժամանակ չունեն էլի տրամադրելու իրենց Պուտինը հատկապես դրանցից մեկը դե ամենահայտնիներ են հայտնի դեմքերը բան ինչ որ պատերազմի ժամանակ տերերը արդեն ասեցին չէ հիմա պետք է ամբողջապես դուք բացահայտվեք եւ ոչ պատերազմի սկսեցին ինչ որ կոչեր բան իհարկե շատ բան պատկեր էր այդ արտիստները որ ոչ պատերազմին հետո հայտնվում են Իսրայելում դա հատ Պուտինի բանի ինչ է Ալա Պուգաչովայի բան այդ ամբողջ թևը մեկ էլ հայտնվում է բայց դրա ֆոնին գազային ցեղասպանություն է լինում բայց չգիտեք ինչի էս խաղաղություն ուզող մարդիկ ոչ մի ձայն ոչ մի ծպտուն չկա այդ ամեն ինչ բաներ էլի այդ ամբողջ երեսպաշտություն այդ կեղծ սուտ բան որ իբրև թե մենք խաղաղության կողմնակից ենք չգիտեմ ինչ ենք եւ այս օրերին նաեւ Երևանում էր այս խոսքս ինչն եմ բերում Երևանում էր նաեւ Վենեդիկտովը նույն ինքը որ միջև հիմա էլ ինձ մոտ տպավորությունը հենց խոսում է ինքը անպայման ուզում է իր բան կողմն է անպայման ուզում է մի բան ասի որ ինքն ու Պուտինը ոնց են հարաբերվել ինքը Պուտինի մոտ որ գնաց ինչ եղավ Պուտինը հետո իրեն ինչ ասեց Ղրիմի հետ կապված ինչ եղավ դե այնտեղ ինչ որ հարաբերություն է էլի տևակաժորը հաստատ է որ իրեն Կրեմլից դուրս են շպրտել ինոագենտ են իրեն ճանաչել բայց ինքը դեռ կարոտախտ ունի այդ ամեն ինչի նկատմամբ այս կամ այն կերպ անդադ անդրադառնում էր եւ դրանցից մեկը այս բանը դեմոկրատ լիբերալ հատկապես է հետաքրիր էր որ եկել էր այստեղ ինչ որ դասեր էր տալիս ինչ որ բաներ էր ասում բայց երբ որ խոսեցին եւ անպայման իր խոսքի մեջ պիտի նշեր որ թե մենք ապրում ենք ինչ դեմոկրատ երկրում բայց երբ որ իրեն ասում են մենք ունենք այսպես փակված սրբազաններ օրինակ դուք ոնց եք վերաբերվում այդ ամենով հանդերձ ասում է չէ դուք ավելի դեմոկրատ եք այստեղ Ռուսաստանի դաշտությունը դե այն մարդիկ Ռուսաստանում որոնք կարող են գալ Հայաստան եւ
ներկայացնեն Ռուսաստանի իրական քաղաքականությունը։ Այսինքն ինչ է անում Ռուսաստանը, ինչի է հատուկ ռազմական օպերացիա սկսել, ինչ նպատակներ ունի։ Այդ մարդկանց մուտքը արգելափակում են Հայաստան, իրենք չեն կարող գալ։ Հիմա գալիս է Վենեդիկտիվի նման մարդը, ով Ռուսաստանին այլ ձևով է ներկայացնում Հայաստանում։ Ըստ էության ինքը ոնց ասեմ, որ Հայաստանում հակառուսական քարոզ է, այն ռուսերեն ասում են կոնտրոլնի վիստրել, այդ որ ոնց են ստուգողական ամբողջ այդ կեղտ, սուտ, երեսպար, զզվելի, այդ ամեն ինչը գալիս է հրապարակ էլի այս ամեն ինչի։ Ինքը գալիս է։ Ինքը իբրև գերիներից է խոսում, բայց ինչ որ կիսատ պրատ, խոսում է Արցախի նախագահների մասին, ինքը Արցախի նախագահ չի կոչում, ինքը չի ասում այդ բաները, զինյալները, չգիտեմ ինչեր, ինչ տերմիններ է օգտագործում։ Խոսում են այսքան 40 բանտարկյալի մասին, դրա մասին չի ուզում ինքը խոսել, կամ շրջանցում է ինքը խոսում է, բան խոսում են փակված սրբազանների մասին, չէ, ուղղակի ուզում եմ ասել, այս այլանդակ լիբերալիզմի, այս այլանդակ դեմքը Այն որ մեզ խափում են լիբերալները, չգիտեմ, ազատություն, իրավունք, մարդ, արժեք, այդ բան է, էլի, այդ ուլիցկայանները, բաները հիշում եք, այսինքն ոչ մի բան պատահական չէր, այն որ ժամանակին այդ ուլիցկայանն եկավ, Աննա Հակոբյանի հետ միասին, Անահիտ Բախշյանի հետ միասին, գնացին Արցախ, ծախում, բան էին անում, ձուլում էին, զենքերը, բան, հələ դուք տեսեք մենք ինչ հարցակման տակ ենք եղել, այս լիբերալ աշխարհի ինչ հարցակման տակ եղել, բայց իրենք դեռ չեն հանգստանում, ժամանակ, իհարկե այստեղ ձեռքերը նաև փող են աշխատում, պարարտ հող է, լավ հող է, էլի Հայաստանը իրենց համար sense եկել են այս անհասկանալի երևույթներն են իշխանության, փող են աշխատում, գիրք են վաճառում, չգիտեմ ինչ որ դասախոսություններ են կարդում եւ այլն, բայց ձեռքի հետ էլ մի հատ էս լավ, չէ, դուք ինչ եք ուզում, դուք դեմոկրատ բան երկրում եք ապրում, էլի մի համեմատեք ոչ մեկ։ Դե լիբերալը մի կողմ, բայց ըստ էության ինքը իր խոսքով ամրապնդում է այն հակառուսական թեզերը, որ Հայաստանում կան։ Նախ ամրապնդում է հակահայ իշխանությունը, առաջին հերթին, որ այստեղ հակահայ իշխանություն է, ոչ ժողովրդավար իշխանություն է։ Մենք այսօր 40 քաղբանտարկյալներ ունենք, չգիտեմ, ինչ է տիրում։ Այս ամեն ինչը նախ գալիս է նորից տերերը, իրենց տերերը տեսնում եք ոնց են աշխատում։ Ինքը ասում է, ինչ կազմակերպված, բան, ձևով այսպես աշխատում են։ Պուտինը դիկտատոր է, Ռուսաստանում դիկտատուրա է տիրում, ինքը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Այո, դուք հանդուրժեք, սիրեք ձեր ղեկավարին, որտեղ ինքը շատ լավն է Պուտինի համեմատ, ինչ անենք, ասենք եպիսկոպոսներ են ձերբակալված, կալանավորված, ոչինչ 40 քաղբանտարկյալներ կա։ Ինչի՞ սենց այլանդակ ընտրություններ են անցկացնում։ Ընտրությունները ասում են դե կարևորը ձեզ մոտ ընտրություն, այ հիմար քեզ չեն փոխանցել, որ այդ ընտրություններից հետո այդ ընտրված մարդիկ ոնց են ձերբակալվում, միջև ընտրվելը ոնց են ձերբակալվում, այդ ուժերի նկատմամբ ինչ է լինում։ Չես ամբողջ երեսպաշտ, կեղծ, զզվելի, այս ամեն ինչը որ շարունակում են տարածել մեզ վրա եւ փաթաթել մեզ դրա այդ ամեն ինչը, բայց բուն նպատակը հակահայ, այսպիսի իշխանությանը աջակցել եւ պահելն է։ Մեծ հաշվով իրենց նպատակը դա է։ Եվ այն գլոբալ ծրագիրը ինչ որ կա մեր դեմ, այդ ծրագիրը կյանքի կոչել։ Հիմա Արցախի հարցը համարում են ավարտված, իհարկե մի հատ sense բան կարող են այդ ձեռքի հետ մի հատ ասել, դե եթե Ռուսաստանի ձեռքերը ազատի, կարող է հետո բան զբաղվի էլի Արցախով, Արցախի թեման իրենց համար փակված չի։ Այդ այնպես կասեն մի հատ ձեռքի հետ, հետո կանցնեն իրենց բուն նպատակին, թե ինչի համար են եկել եւ ինչ են ուզում այստեղ։ Այո, ցավոք սրտի, այո, այդ թեզերը ինքը ամրապնդում է իր խոսքով, իր կեցվածքով, այսինքն նրանք ովքեր որ լսում են, ասում են Ռուսաստանը այն է, ինչ Վենեդիկտովի շուրթերից հնչում է։ Այ դա է Ռուսաստանը։ Այսինքն ճշմարտությունը Ռուսաստանի քայլերի, քաղաքականության, այդպես էլ չեն իմանում։ Ոչ ճշմարտությունն է, Ալլա Պուգաչովայի, Գալկինի, որ իրենց կողքը այդ ժողովրդի ներկայացուցիչները գնացել են Իսրայելում են, հետո ուրիշ տեղ ծպտուն չեն անում, ցեղասպանություններ, ձայն չեն անում, չեն ասում ոչ պատերազմին։ Հետո ասում են մենք չենք գնացել, որ ասում են բանը Ռուսաստանից գնացել են, ասում են չէ, մենք չենք գնացել, Ռուսաստանն է մեզանից գնացել, տենց մեծ էլ փրթում են, չէ՞ իրենք։ Չէ, դա իրենց քննարկելիք հարցն է, բայց մեծ հաշվով մենք այդ ամեն ինչի մաս ենք դառնում, մենք տեսնում ենք, մենք այս կամ այն կերպ սիրուն եկավ, դասեր տվեց, ձեզ մոտ ժողովրդավարություն կա, ձեզ մոտ ընտրություններ կան, ձեզ մոտ մարդու իրավունքներ կան, ձեզ մոտ չգիտեմ սա կանակ, այսինքն ինչ կա, հանդուրժեք այսպիսի դավաճանական իշխանությանը, էս էր մեծ հաշվով ասելիքը դա էր։ Դե, այսինքն մոտ ինչ էր նաև, որ այլ կա վատ Ռուսաստան, այսինքն վատ իշխանություն ունեցող Ռուսաստան։ Լավ է որ դու դրանից փախչել ես։ Ռուսաստանում կա լավ կողմ, դա են ինոհագենտներն են, որոնց անարդարացիորեն հետապնդում են,
օտարերկրագործական են, ժողովրդավարության պաշտպաններն են, որոնք ճնշվում են Ռուսաստանում եւ որպեսզի Հայաստանում էլ այդպես վաղը միսօր չլինի, ապա մենք պետք է հերու գնանք Ռուսաստանից, գնանք դեպի Եվրոպա, դեպի լիբերալ Չէ, բայց ոչինչ չի նեոլիբերալ խանգարել, արժեքներ եւ որ այլն։ ըստ իրենց այդպիսի ոչ դեմոկրատ բան երկրի ղեկավարի հետ, օրինակ ինքը հարաբերվի, այդ ամեն ինչից օգտվի, արտոնյալ պայմաններ լինի, գեր բան ինչ որ ֆինանսներ են իրան տրամադրվել այդ նույն իշխանության կողմից։ Այդ ամենը, բայց մեկ էլ եկավ մի բան, որտեղ են ասեցին, չէ, վերջ, այս արդեն շատ կարևոր է Ուկրաինայի բանի հարցը։ Հիմա պիտի մաքսիմալ ձեր դեմքը ցույց տաք, այսինքն այնտեղ որ այն շահ, կոնֆորմիզմ բան, այս շահը, մոլ կոնֆորմիզմ մի հատ մարդ ա եղել իր անցած ամբողջ ճանապարհը դա է ցույց տալ, ինքը 20 տարի Կրեմլի բարեկամներից մեկն է եղել։ Ինքը ծառայել է իրենց, բարեկամություն է արել, չգիտեմ ինչ արել Պուտինի հետ, Մեդվեդևի հետ եւ մնացած բոլորի հետ եւ օգտվել է ամենամեծ հնարավորություններից, բարիկներից եւ միջոցներից։ Այս ինչ որ ես ասում եմ, իրենք էլ են ասում ռուսները, հիմա Սալավեև բանը շատ ավելի շուտ էին սրա մասին խոսում, էլի։ Այնպես չի, որ իրենք տենց բանը ազնվացեղ դեմոկրատներ ու լիբերալներ էին եւ ի սկզբանե պայքարել են այդ ամենի դեմ։ Չէ, չի եղել այդպիսի բան։ Իրենք շատ լավ կոնֆորմիզմ են։ Կարելի է ընդհանրապես իրենց մասին չխոսել, բայց երբ որ գալիս են մեզ այսպես դասեր են տալի ձեռքի հետ էլ մի հատ որ չէ ձեզ մոտ դեմոկրատիայի առումով նորմալ է, համենայն դեպս չի կարելի համատել էլ Ռուսաստանի հետ ասում գնում են, նոր այդ դեպքում հասկանում ես որ չէ բան տերերը հələ դեռ մեզ հետ կապված բաներ ունեն էլի այնտեղ հələ դեռ հարցեր ունեն, ջուր մարդիկ կան, որ ասում են ո՞նց, ինչպես, դեռ այդպես հարցեր տվող կան էլի։ Դե հիմա եթե Ռուսաստանից մեկը ուզենար գալ Հայաստան ասել որ Եվրամիությունը դա վատ է, ձեր բռնած ճանապարհը վատ է, իրենք կփակեն, չէին թողի որ գար։ Դե ուրեմն պարզ է, չէ, ինչ են։ Դե այ ժողովրդի ամենամեծ Զատուլին մեծ ռուս մարդ է, որ քաղաքական գործիչ ամենամեծ բարեկամն ու Զատուլին է, չէ՞։ Ինչ են արել։ Փակել են այդ մարդու ճանապարհը։ Այդպես է թե էլ չեմ ասում իրեն մյուս հայրենակիցների մասին եւ առհասարակ կամ Մարգարիտա Սիմոնյանը ինչ էր, չէր զգուշացնում որ ինչ է մեզ սպասում։ Ինչ էր անում Մարգարիտա Սիմոնյանը։ Զգուշացնում էր, չէ, ասում էր որ ինչ է լինելու Արցախի հետ, ինչ է լինելու մեզ հետ։ Ինչ էր անում Մարգարիտան։ Բայց ցանկ որ գալիս ասում են դա նորմալ է որ ձերբակալված են, դե դրա անցեք այդ թեմաներից էլի։ Կարևորը որ Ռուսաստանում չկա այդ դեմոկրատիան։ Բայց այդ Ռուսաստանի հետ ոչ դեմոկրատիա բերող բանը, ավտորիտար իշխանությունների հետ բարեկամություն օրինակ կարելի էր անել, այդ մեծ հարստությունից կարելի է միջոցներից կարելի էր օգտվել։ Դե իրենք դեմոկրատիան իրենց բանը եղա էլ իրանց համար մի հատ Հայաստանը գան, ասեց ինչ որ բաներով, թեզերով ու գնան այստեղից։ Տարածեն ու գնան։ Փորձադաշտ կգան տեսնեն ոնց են հերթական անգամ Ձերքետ էլ մեր նախագահներին ինչ նախագահան, դե չէ ինքը տենց չի համարում, ինչ նախագահ։ Մեր ժողովրդի մեր հասարակության ուղեղները փորձում լավանալ։ Բան ձերքետ էլ մի հատ ասեն։ Ինչևէ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Նմանապես